Խելքի բլից։ Բարև, սա Խելքի բլիցն է, որտեղ արագությունն ու հիշողությունը քայլում են կողք կողքի։ Հիմա ժամանակն է մի կողմ դնել ամեն ինչ ու սկսել խելքի մենամարտը։ Ծանոթանանք մեր մասնագետների հետ։ Մհեր Շիրմազանյան, 34 տարեկան, մասնագիտությամբ տնտեսագետ, բայց ապրելակերպով երկար կթվեմ։ Դահուկային սպորտ, ձիավարություն, լեռնագնացություն ու ամիսը մեկ էլ մի նոր երկիր։ Մհերդ, ինչ հետաքրքիր կյանքով ես դու ապրում, պատմիր մեզ։ Բարև ձեզ, շատ եմ սիրում ճանապարհորդել, փորձում եմ հնարավորինս գտնվել բոլոր երկրներում, մինչև տենց կյանքի վերջ, հուսով եմ կստացվի։ Հարուստ ես։ Չի ասի։ Մեզ սովորեցրու քիչ գումարով ճամփորդելու արվեստը։ Չէ, իրական քիչ գումարով դժվար է ստացվում ճամփորդել, բայց ավելի խելամիտ ծախսել ճամփորդության ժամանակ շատ հեշտ ստացվում է։ Իսկ ինտելեկտուալ խաղերին մասնակցելու փորձ ունես։ Չէ, կարծում եմ առաջի փորձն է։ Լարված ես։ Մի փոքր, տեսնենք ոնց կստացվի։ Չնայած դրամադրվածությունս մարտական է։ Ծանոթանանք մյուս մասնակցի հետ։ Լիլիթ Խաչատրյան, 27 տարեկան, դերասանուհի եւ ռեժիսոր։ Նկարում է նաեւ ռիլեր, վարում մանկական հաղորդումներ եւ սիրում բացահայտել նոր վայրեր։ Լիլիթ, այս բոլոր զբաղմունքներից որն ես ամենաշատը սիրում։ Բոլորը։ Բայց ամենաշատը։ Ամենաշատը դե բնականաբար իմ մասնագիտությունը, բեմը, որտեղ որ ինձ ավելի լավ եմ զգում։ Իսկ ինտելեկտուալ խաղերին մասնակցել ես երբևէ։ Ընկերական շրջապատում խաղացել ենք, բայց որպես եթերային ոչ։ Քեզ համար եւս հետաքրքիր փորձ է լինելու։ Ես առաջարկում եմ հիմա արդեն բացատրեմ մեր խաղի կանոնների մասին։ Մենք ունենալու ենք 3 փուլ, յուրաքանչյուր փուլում լինելու են 10 հարց ընտրված ոլորտից։ Առաջին փուլը մեկնարկելու համար պետք է հնչեցնեմ 1 տրամաբանական հարց, եւ ով առաջինը պատասխանեց այդ հարցին, ինքն էլ կընտրի ոլորտը։ Պատրաստ եք։ Պատրաստ ենք։ Երբ Բուրատինոն ստում է, նրա քիթը երկարում է 6 սանտիմետրով, իսկ երբ նա ճիշտ է խոսում, քիթը կարճանում է 2 սանտիմետրով։ Նրա քիթը 9 սանտիմետր էր, ինչից հետո նա 3 անգամ ստեց եւ 2 անգամ ճիշտ խոսեց։ Որքան դարձավ Բուրատինոյի քթի երկարությունը դրանից հետո։ Մահեր 15 սանտիմետր։ Ոչ։ Լիլիթ, դու ինչ-որ հաշվարկներ արեցիր։ Ես չեմ էլ հաշվել։ Չես էլ հաշվել։ Ինչ տխուր։ 3 անգամ ստեց։ Եվ հետո 2 անգամ ճիշտ խոսեց, եւ նրա քիթը 9 սանտիմետր էր։ 21 23 սանտիմետր էր։ 23 Արդյունքում դառնում նրա քիթը, այո։ Քանի որ չունենք ճիշտ պատասխան, ես առաջարկում եմ ավանդական մեթոդ, չինգա-չունգ, տեսնելու թե ով է հաղթում։ Մեկից։ Okay։ Լիլիթ, բախտդ բերեց։ Որ ոլորտն ես ընտրում։ Եկեք ընտրենք հայտնի երգեր ու դեպքեր։ Շոու բիզնեսյան թեմաներ են։ Այո։ Մհեր, դու գոհ ես այս ոլորտից։ Փորձենք։ Ուշադրություն, սկսում ենք առաջին փուլը, ոլորտն ընտրված է հայտնի երգեր ու դեպքեր։ Որ ֆիլմի գլխավոր դերակատարն է Eminem-ը, իսկ ֆիլմի սաունդթրեքը նրա Lose Yourself երգը։ Ձեր ընտրած ոլորտն է։ Դուք ձեր ընտրած ոլորտը, Լիլիթ ջան։ Պատասխան չունենք։ Չունենք։ 8 մղոն 2002 թվականի Ֆիլմը ծանոթ էր, անունը չէի հիշի։ Հաջորդը։ Ինչպես էր կոչվում այն խումբը, որի կազմում Բիոնսեն հայտնի դարձավ մինչ իր սոլո կարիերան։ Ձեր ընտրած ոլորտն է։ Վստահաբար այդ խմբի երգերը շատ ես Լիլիթ լսել, ես դա քեզ վստահեցնում եմ։ Այո, բայց այս պահին իմ ուղեղը 300 Destiny's Child պատասխանը։ Ծանոթ է, չէ՞։ Այո։ Խնդրում եմ ակտիվացեք։ Որ համաշխարհային իրադարձության պաշտոնական երգն էր Շակիրայի Waka Waka հիթը։ Մհեր։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Հիշես որ թվականներ։ Ոյ, 2012, եթե չեմ 10 թվականներ, այո, բայց ընդունում ենք որպես ճիշտ պատասխան։ Ինչ անունով է Lady Gaga-ն կոչում իր ամենամեծ ֆաների համայնքը։ Ոնց որ ուժի մեջ է որ Lady Gaga-ն ինչ անունով կարող էր կոչել։ Չգիտեմ։ Little Monsters։ Փոքրիկ հրեշներ։ Որն է եղել առաջին երգը, որը YouTube-ում գերազանցել է 1 միլիարդ դիտումը։ Լիլիթ։ Baby Shark-ը։ Ոչ։ Շատ հայտնի երգեր, բոլորս սպառում էինք այդ երգի տակ։ Despacito։ Ոչ, դրանից առաջ էր դա։ Չգիտեմ։
Պատասխանն է Gangnam Style։ Այո։ Որ համաշխարհային աստղն է Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի սաունդթրեքի համահեղինակ կատարողը։ Adele։ Ոչ։ Շատ երիտասարդ երգչուհի է նա, ունես պատասխան։ Շատ ծանոթ է, բայց չեմ հիշում։ Նա իր եղբոր միջոցով նաև միասին հայտնի դարձան։ Չկա պատասխան։ Բիլի Այլիշ։ Ամեն ձև հուշեցի Լիլիթ ջան, էլ ինչ անենք։ Ռիհաննայի որ հիթն է դարձել Սև հովաստ ընդմիշտ վականդա ֆիլմի սաունդթրեքելի ալբոմի գլխավոր սինգլը։ Լիլիթն է սեղմել առաջինը։ Ոչ։ Նա սա իր վերջին երգերից մեկն է Lift Me Up։ Այդ երգի մասին է խոսքը։ Որ համաշխարհային արտիստն է եղել Ռիհաննայի Diamonds երգի համահեղինակը։ Շատ հայտնի արտիստ։ Բրունո Մարսը։ Ոչ, կին է նա, հուշում եմ։ Տխուր վիճակում ենք մենք, Սիա։ Ուշադրություն, երկու հարց է մնացել։ Որ համաշխարհային արտիստն է իր Hello հիթում ողջունում նախկին սիրուն։ Լիլիթ։ Մոռացա։ Miley Cyrus։ Երեխեք Hello-ն ով էր երգում։ Hello, it's me, այդ երգն է, չէ՞։ Բայց չեմ հիշում ով էր երգում։ Adele։ Այո, վերջապես, ճիշտ է։ Հաշվում ենք ճիշտ պատասխան, լավ։ Շնորհակալություն։ Որ երգով Բեյոնսեն ստացավ իր առաջին Grammy մրցանակը որպես սոլո արտիստ։ Կարող է single ladies-ներ։ Ոչ։ Մահեր, ինչ որ մի երգ գոնե հիշիր եւ ասա թե Հեռու եմ շոու կսխալ։ բիզնեսից։ Խնդրում եմ։ Crazy in Love այս երգի մասին էր խոսքը։ Ամփոփենք առաջին փուլի արդյունքները, արդեն པարզ է, չէ՞։ Տխուր արդյունքներ։ Տխուր է, այո, 1-1, ինչ տպավորություններ ունենք։ Հիանալի։ Մահեր, բայց ոչ մի երգ չես լսում, լավ։ Իրական չէ, շատ հեռու եմ շոու բիզնեսից, նույնիսկ այնց համաշխարհային հայտնի երգերից։ Երգերը իրենց չես լսում։ Բա ինչ երգ ես լսում։ Չեմ լսում, պարտադիր է երգ լսել։ Դե գոնե մեքենայի մեջ լողանալուց, տենց քթի տակ ինչ որ, չես, չէ՞։ Լավ։ Ես որ լսում եմ, ինչ ոչ մի բան Հա, չեմ չէ։ հիշում։ Դու իբրև ծանոթ էիր բոլոր երգերին։ Ինչու չէիր հիշում։ Հուզմունքից էր դա Լիլիթ։ Չէ, ուղղակի լարվածությունից պահի տակ մոռանում ես էլի ամեն ինչ, Դե լավ։ Ես բացատրեմ արդեն երկրորդ փուլի կանոնները, որտեղ պետք է ոլորտ ընտրեր այն մասնակիցը, ով առաջին փուլում ավելի շատ միավորներ ուներ, բայց քանի որ դուք ունեք հավասար միավորներ, կրկին առաջարկում եմ դիմենք չինգաչունգ տարբերակին։ Ես համաձայն եմ։ Քո բախտը բերում է ոնց որ, չէ՞։ Ահա, այս անգամ հաղթում եմ Մահերը։ Լավ, փորձեմ մի քիչ ինձ հոգի հարազատ Այո։ ոլորտ ընտրեմ, եկեք ընտրենք աշխարհի քաղաքներ։ Այո, քանի որ շատ ես ճամփորդում, գնացինք։ Սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն ընտրված է աշխարհի քաղաքներ։ Որ քաղաքն է հիմնադրվել Ադրիատիկ ծովի փակ հատվածի վրա։ Ես աշխարհագրությունից Իտալական քաղաք է։ Նեապոլ։ Ոչ, ունես պատասխան Լիլիթ։ Վենետիկ։ Ճամփորդում ես, բայց դեռևս չես հիշում Մհեր։ Ակտիվացիր։ Որ քաղաքում է գտնվում աշխարհի հայտնի թեք աշտարակը։ Մհեր։ Պիզա։ Այո։ Որ քաղաքում է գտնվում հրյաների Լացի պատը։ Մհեր, Երուսաղեմ։ ճիշտ է։ Որ քաղաքում են անցկացվել ժամանակակից առաջին օլիմպիական խաղերը։ Մհեր։ Աթենք։ Ճիշտ է։ Որ քաղաքն է ժամանակին կոչվել Լենինգրադ։ Մհեր։ Սանկտ Պետերբուրգ։ Ճիշտ է։ Մհերի հանգստությունը, չէ՞, արագության տակ։ Որ քաղաքն ունի աշխարհում ամենաշատ կամուրջները։ Մհեր։ Լոնդոն։ Ոչ, գերմանական քաղաք է։ Ունենք պատասխան։ Ոչ։ Համբուրգ։ Ուշադրություն։ Որ քաղաքում է գտնվում աշխարհի ամենաբարձր շենքը Բուրջ Խալիֆան։ Դուբայ։ Մհեր, ճիշտ է։ Որ քաղաքում է գտնվում աշխարհի ամենաերկար պատը։ Մհեր։ Չինաստան։ Որ Քաղաք։ քաղաքում, ահա, որ քաղաքում Երուսաղեմ։ Նորասիր Չինաստան։ Չինաստանի որ քաղաքում։ Պեկին։ Այո, ճիշտ է։ Մի հուզվիր։ Որ քաղաքում է գտնվում Գաուդիի Սագրադա Ֆամիլիա տաճարը։ Բարսելոնա։ Բայց մհերն էր սեղմել առաջինը, այո։ Վերջին հարցն է։ Որն է աշխարհում առաջին քաղաքը, որտեղ կառուցվել է մետրո։ Ուշադրություն, լավ մտածեք։ Մհերը սեղմել է։ Ենթադրում եմ Նյու Յորք։ Ոչ։ Ունենք պատասխան։ Ես չեմ ենթադրում։ Գոնե կարող ես ենթադրել։ Միևնույն է ոչինչ չունես Լավ, եկեք կորցնելու։ ասեմ Ռուսաստան։ Լոնդոն։ Ամփոփենք արդեն արդյունքները։ Մհերը վաստակում է 7 միավոր եւ Լիլիթը 1 միավոր։
Վատ չի մհեր, հուսով ենք, որ երրորդ փուլում արդեն ավելի ակտիվ կլինենք, բացատրեմ երրորդ փուլի կանոնները, այստեղ արդեն պայքարը պիտի որ թեժանա, որովհետև անհատական ենք մրցելու եւ յուրաքանչյուրը դիմացինի համար ընտրում է ոլորտը։ Ընտրենք ոլորտը մհեր, Լիլիթի համար ինչ ոլորտ կընտրես։ Ո՞րն եք ուզում Լիլիթ ջան ձեր համար Դուք ընտրեք։ Արդեն միևնույն է ինքը համար, ինքը շատ հանգիստ է։ Եկեք ցեզ ընտրենք սպորտային կյանք։ Եկեք։ Սպորտից ո՞նց ես Լիլիթ։ Նորմալ։ Իսկ դու ինչ ոլորտ կընտրես մհերի համար։ Հիշի շատ ճամփորդած մարդ է, սիրում է դահուկային սպորտ, ձիավարություն։ Եկեք ուրեմն ընտրենք տիեզերք։ Դիեզերքով դեռ չեմ հասցրել ճամփորդել, բայց Եկեք չի հասցրել ճամփորդել։ Փոխե։ չէ, օքեյ։ Խաղը սկսում ենք մհերի հետ։ Մհեր գնացինք, տիեզերք։ Այս փուլում արդեն պետք չէ սեղմել կոճակը, քանի որ անհատական եք մրցելու, պետք է պարզապես շատ արագ պատասխանել հարցին։ Որ մոլորակն է ամենամեծը արեգակնային համակարգում։ Յուպիտեր, Ճիշտ է։ Որ մոլորակն է հայտնի իր կարմիր մոլորակ մականվամբ։ Վեներա, Ոչ Մարս։ Ինչպես է այլ կերպ կոչվում Սատուրնը։ չգիտեմ։ Երևակ։ Որն է այն մոլորակը, որ արեգակնային համակարգում ունի ամենասառը մթնոլորտը։ Պլուտոն, Ուրան։ Ինչպես է կոչվում այն գալակտիկան, որ ներառում է արեգակնային համակարգը։ Ծիրկաթին, Ճիշտ է։ Մեջնի պուծ, Որ մոլորակն է ամենամոտը արեգակին։ Վեներա, Ոչ։ Չես կապել Վեներայից։ սիրում եմ այդ Մերկուրի։ մոլորակը։ Որ տիեզերագնացն առաջինը ոտք դրեց լուսնի վրա։ Յուրի Գագարին։ Ոչ։ Հա, լուսնի վրա կներեք, ինձ թվաց ասում եք կոսմոսում։ Նիլ Ամստրոնգ։ Ներում ենք, որովհետև այո գիտեի։ Շնորհակալ եմ։ Որ համաստեղությունն է հյուսիսային կիսագնդում երևում ամբողջ տարին։ Հյուսային աստղն է երևում։ Մեծ արջ։ Մեծ արջ։ Ինչպես է այլ կերպ կոչվում մեծ արջը։ Մեծ շերեփ։ Մեծ շեր։ Եվ վերջինը, որտեղ է գտնվում հյուսիսային բևեռը։ Հյուսիսում։ Բայց որտեղ հյուսիսում, բայց որտեղ։ Հյուսիսում ինչն է, արի պատկերացրենք Անտարկտիդան։ քարտեզը։ Չէ, Արկտիկան, հյուսիս։ Վերևում Արկտիկան է մեր մոտ։ Պատասխանը Արկտիկայում։ հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Հա, որը ներառում է Արկտիկան։ Դե պետք էր օվկիանոսը նշել։ Լավ։ Հաշվենք ճիշտ պատասխան թե չէ, բայց արի լավ, Ոնց չհաշվենք, չհաշվենք։ ինչ երկար մտածեցի։ Բայց էլի վատ չի, վստահ էիր, որ Դե եթե հաշվի առնենք որ տիեզերքում դեռ չեմ եղել, ինձ թվում է օքեյ է։ հենց այդ է, որովհետև բազմաթիվ հարցերի պատասխան իրականում գիտեիր։ Վատ չի, գոհ ես քեզնից։ Ոչ։ Ինքնակնդատն է այստեղ երի մեջ խոսում։ Ես առաջարկում եմ շարունակենք խաղը արդեն Լիլիթի հետ։ Լիլիթի համար մհերը ընտրել էր սպորտային կյանքը։ Որն է համարվում ֆուտբոլի գլխավոր մրցաշարը։ Աշխարհի առաջնությունը։ Այո, աշխարհի գավաթ ճիշտ է։ Քանի խաղացող կա վոլեյբոլի թիմում։ 12։ Շատ ասեցիր։ 6։ Ինչպես են անվանում սեղանի թենիսին այլ կերպ։ Պինգ-պոնգ։ Ճիշտ է։ Որ երկիրն ունի լողի օլիմպիական խաղերի ամենաշատ ոսկե մեդալները։ Այո, շիր։ Ամերիկա։ Ճիշտ է։ Բայց չենք ուժում։ Որ մարզաձևն է օգտագործում ռակետ, ցանց եւ փետրագնդակ։ Բադմինտոն։ Ճիշտ է, բրավո Լիլիթ։ Որ մարզաձևում են նետում գնդակը եւ մահակով հարվածում դրան։ Օй, մեկ րոպե հիմա կասեմ, ես գիտեմ որն է, բայց Հիշիր։ անունը մոռացել եմ։ Հիշիր Լիլիթ։ Պատասխան։ Թենիս։ Ոչ, բեյսբոլ։ Հա, Քանի խաղացող կա ֆուտբոլային թիմում։ 11։ Ճիշտ է։ Ով է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Չգիտեմ։ Մենք բոլորս նրան սիրում ենք։ Մեսսին։ Ոչ, Սիրում ենք նրան։ աղջիկները շատ են սիրում։ Դե լավ չունենք պատասխան։ Ռոնալդու։ Այնուսն է, հա։ Այո, այնպես է։ Ինչպես է կոչվում այն մարզաձևը, որը խաղում են զույգերով թենիսի կորտի 1/3 չափն ունեցող փակ դաշտում։ Շատ նորաձև սպորտաձև է, բոլորը այսօր գնում են այդ սպորտաձևին են փորձում տիրապետել։ Չգիտեմ։ Ինստագրամում տենց աղջիկները նկարվում են բան, չես հիշում։ Փադել։ Որն է հայկական այն կայքը, որ կապում է խաղացողներին, թիմերին ու սպորտային ակումբներին։ Չգիտեմ։ Ես քեզ կհուշեմ, Courtside AM կայքի մասին է խոսքը։ Իդեպ այն համախմբում է թենիսի, բադմինտոնի, սեղանի թենիսի, ֆուտբոլի, կրիկետի սիրահարներին եւ օգնում on-line գտնել եւ ամրագրել ազատ խաղադաշտերը, գտնել մարզիկներին, խաղացողներին եւ իհարկե խնայել ժամանակ ու լիքը նյարդեր։
Վստահաբար լավ խորհուրդ եմ ձեզ տալիս, կարող եք Կհետևենք։ օգտվել այդ Միանշանակ։ կայքից եւ հաճախել ձեր սիրած սպորտաձևին ավելի արագ եւ առանց ժամանակ կորցնելու։ Շնորհակալ եմ Լիլիթ, ամփոփենք նաեւ երրորդ փուլը, այս փուլում իհարկե Լիլիթը գերազանցեց ինքն իրեն, որովհետեւ չէր սպասում, չէ՞։ Ես չի սպասում։ Այո, տես, Իրականում հեշտ էր հարցերը։ Եվ իզարմանս բոլորին, Լիլիթը վաստակում է 5 միավոր, իսկ Մհերը 3 միավոր։ Ճիշտ է քաշվել։ Սխալ ենք հաշվել։ Ուզում ես մի 2 միավոր ավելացնենք ամեն դեպքում։ Գոհ եք ձեզնից։ Ոչ։ Ես վերջի փուլում այո, բայց մինչ այդ ոչ։ Այո, մինչ այդ ինձ թվում է հուզմունքը շատ էր, երրորդ Այո։ փուլում արդեն հասկացար, որ դե ոչինչ չունեմ այո, կորցնելու, այո, պետք է պատասխանել։ Կարծում եմ նաև պետք է ամփոփենք ընդհանուր խաղի արդյունքները, որովհետև հաղթողը ունենալու է շատ լավ նվեր։ Իսկ ընդհանուր խաղի արդյունքներով Մհերը վաստակում է 11 միավոր, իսկ Լիլիթը 7 միավոր։ Շնորհավորում եմ երկուսիդ էլ, բայց հաղթում է Մհերը։ Շնորհակալ եմ։ Մհեր սպասում էիր, որ կգաս ու կհաղթես։ Ես իմ գիտելիքների մասին ավելի բարձր կարծիք ունեի, լարվում էի ձեր դիմաց նստած կարծում եմ։ Կներես, հաջորդ անգամ ես չեմ գա, ավելի քիչ կլարվես։ Դե ինչ Մհեր, հանձնում ենք քեզ բուկինիստի կողմից նվեր քարտ, կարող ես Անչափ գնալ շնորհակալ եւ եմ։ քեզ համար քո սիրելի գրքերը նվիրել, որ կարդաց վերջացնես, կտաս ես ու Լիլիթն էլ կկարդանք։ Սիրով կփոխանցեմ։ Շնորհակալ եմ շատ, Ես եմ հետաքրքիր, շնորհակալ։ ուզում եմ ասել ակտիվ, բայց այդքան էլ ակտիվ չէր, բայց ամեն դեպքում լավ խաղի համար։ Մենք էլ ենք շնորհակալ։ Դե ինչ սիրելի դիտողներ, սա խաղ էր, որտեղ մտքերն այնքան արագ են սլանում, որ նույնիսկ GPS-ն է կորցնում իր ուղղությունը։ Թե քանի կորցրել է, մենք էլ գնանք տներով։ Կհանդիպենք։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։